Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն ընդառաջ կայացել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը։ Քննարկումների օրակարգում են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, այդ թվում նոր օրակարգի հաստատումը, ինչպես նաեւ տարածաշրջանային թեմաներ, ներառյալ փոխկապակցվածության խթանում։ Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը պատրաստվում է նաև 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել Երևանին օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարի կիբերանվտանգության համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 380 անձից պատգամավորի թեկնածու դառնալու հայտ է ստացել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնառաջադրման ժամկետը լրացել է նոյեմբերի 30-ին։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի առաջադրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Լրագրողների հետ զրույցում Արշակյանը պարզաբանել է, որ տեղափոխվելու է աշխատանքի մասնավոր ոլորտ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար չեն առաջադրվել գործող Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը։ Երևան-Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկում Mercedes Vito-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Շամշյան.com-ը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ռուսական զորքերը դեկտեմբերի լույս 2-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Օդեսայի հարավային շրջանին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նրա տեղեկացմամբ հարվածի թիրախը եղել են քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքները, վնասվել են էներգետիկ օբյեկտ, վարչական շենք եւ մասնավոր տներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով գիշերն Ուկրաինայի վրա հարձակվել է 62 ռուսական անօդաչու թռչող սարք, որոնցից 39 խոցվել կամ ճնշվել է ՀՕՊ ուժերի կողմից։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել Օդեսայի մարզին հասցված զանգվածային հարվածը։ Հանգուցյալ կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող 121 մարդ է ձերբակալվել Թուրքիայի տարբեր շրջաններում, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը։ Կասկածյալները հայտնաբերվել են զինվորականների ու ուսանողների շրջանում դատական համակարգում։ Նրանցից 58-ը կալանավորվել է, 29-ի նկատմամբ սահմանվել է դատական հսկողություն, մյուսների նկատմամբ շարունակվում են քննչական գործողություններ։ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի Վետո կազմակերպությանը մեղադրում են 9 տարի առաջ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։